Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 2-ն է, Երևանում մեզ մոտ դեռ ամսի 1-ն է և ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 12-ին Լոս Անջելեսում 250 North Orange Street կլենդելու, ցերեկվա ժամը 3-ին հանդիպում կլինի, մենք կարող ենք հանդիպել մոտ 3 ժամ, 3-ից 6-ը նախապես հանդիպում, եթե մարդիկ կան ցանկություն կա հանդիպելու, խնդրեմ մենք կարող ենք հանդիպել։ Երկրորդը, որ ուզում եմ տեղեկացնել ձեզ, ես պետք է ասեմ, որ արդեն ստանում եմ ձեզանից փոխանցումներ իրավաբանական խմբի աշխատանքների համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անպայման Սարլ Գրավել մուզիկանով և Հասմիկ Պողոսյանին ձեր օգնության համար շնորհակալ եմ, պետք է ասեմ, որ մեր իրավաբաններն արդեն աշխատում են, ակտիվությունը բավականին մեծ է, նրանք ովքեր նույնիսկ պատրաստ են իրենց հնարավորությունների չափով օգտակար լինել մասնագիտական առումով, դեմես իրավաբաններ են պետք անգլերեն իմացող, որոնք այդ քեսերը կարող են թարգմանել և ներկայացնել այն դիտորդներին, որոնք գալու են Հայաստան դիտորդական առաքելությամբ, գալու են Նիկոլ Փաշինյանի փրկեն Պուտինից, այն Պուտինից, որ այսօր վազել է Նիկոլ Փաշինյանը իր մոտ։ Մի խոսքով անցնենք մեր հաղորդումներին, նորություններին։ Այս դեմքով տղեն գնացել է Մոսկվա։ Պուտինը իրան չէր կանչել։ Ինքը որոշեց, որ պետք է խնդրի գնա 2 ամիս առաջ ընտրություններից Պուտինի ներկայանա։ Հարց, ինչի հիմա, ու ինչի գնաց։ Կարող է չգնա, իրեն չեն կանչել։ Ոչ մի առիթ չկա։ Մայիսի 8-ին, մայիսի 9-ին կգնալ էլի, բայց չէ։ Հիմա իր նախաձեռնությամբ, իր խնդրանքով գնաց։ Կարծիքները տարբեր կարող են լինել, մենք անշուշտ կնայենք, փորձենք հասկանալ, վերբալ անալիզ անել, ինչ էր ուզում ասել, ինչ էր ակնկալում և հասկանալ ինչ է իր գոյության մասին մտածում Պուտինը, որովհետև ոչ մեկը չի կասկածում, չէ, որ սրա գոյությունը կախված է Պուտինի ցանկությունից։ Ով նշանակել է նայել կարող է սրան հանի։ Այսինքն նայել կարող է հանի։ Իհարկե մենք պետք է հանենք, բայց նայել կարող է և մեծ ազդեցություն ունի իր համար խաղոպար է Փաշինյան Նիկոլին փոխարինել ուրիշ մարդով։ Մի խոսքով։ Ինչի համար էր գնացել։ 2 հանգամանք կա, շատ կարևոր։ Որ խնդրի, համոզի։ Իրեն թողել ուղղակի շարունակի անել են, ինչ որ արել է ինքը 8 տարի։ Ապացուցի, որ ինքը դեռ կորած մարդ չի։ Հիշեցնելով զուգահեռ, որ այս ամբողջ ընթացքում իրանից ինչ պահանջվել է, մի բան էլ բոնուսներով ինքը արել է։ Եվ այսօր ամբողջ իր տեքստը, այսօր մենք հատած կլսենք, վերաբերվում է դրան։ Երկրորդը, որը էլի շատ կարևոր աշխարհագրական իմաստով, որ ճանապարհը երկաթգիծը նույնպես տան թուրքերին, որովհետև այն ինչ որ Զանգեզուրի միջանցքով պայմանավորվածությունը կար, էլեկտրագծերի էներգետիկ անկախության մասին պայմանավորվածությունը կա։ Հիմա հուշում է, առաջարկում է, որ կարող ենք նաև երկաթգիծը տալ, ես դրան եմ պատրաստ։ Կթողեք մի քիչ արժապետ աշխարհ։ Մի խոսքով, այս դեմքով մարդը, որ գիտեք իր ամբողջ թիմը չասեմ, իր պրոպագանդիստների ողմակը իրան փորձում է ներկայացնել մի մարդ, որը հալածված է Ռուսաստանի կողմից, խեղճ Նիկոլին փրկել է պետք, որտեղ մենք ուզում ենք գնանք, մոտ բանա, Եվրոպա, Ռուսաստանը մեզ չի թողում։ Այնինչ իրենց Աստվածը, այս ողորմելին, հնարավոր բոլոր տարբերակները, բոլոր առիթները բաց չի թողում, որպեսզի Մոսկվայում լինի, եթե նույնիսկ չեն էլ կանչում, իր նախաձեռնությունը գնում այնտեղ, խոստանում է եւ հիշեցնում է այն ինչ որ ինքը արել է եւ պատրաստականությունը հայտնում շարունակել։ Բայց ամեն ինչ այդքան հարթ չանցավ։ Հիմա անցնենք հերթով փաստերի վրա։ Եվ այսպես, նայեք էսնիթ։
Հայաստանի վարչապետը ազգային ժողովի ընտրություններից 2 ամիս առաջ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում։ Որովհետև չկա օրակարգ։ Ցանկացած պետական այցելություն օրակարգ ունի։ Ինքը նախորդ մշակված է լինում, ինչ որ կոնկրետ օրակարգ կա։ Չկա, չի նշում։ Օրակարգը մի հատ է։ Համոզել Պուտինին, որ թողի իրան։ Մի քիչ էլ աշխատել։ Հարց. ինչի է գնացել, եթե վստահ է, որ ինքը կարող է շարունակի։ Նշանակում է վստահ չի։ Նշանակում է այն ինչ որ ես պնդում եմ, որը հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքն էլ է վստահ, որ արդեն իր փոփոխման հարցը եւ որոշումը կայացված է, որը բարձրացնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Եվ հիմա գնացել է առանց օրակարգ։ Ուրիշ բան չկա ստեղ, ուրիշ պատճառների իմանեք։ Բայց Փաշինյանը անցած շաբաթ շատ թպանցիկ խոսել էր այցի մասին։ Այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Երկրի շահերին համընկնող հարցեր քննարկելու համար։ Մենք կտեսնենք այդ ինչ շահեր է քննարկել Պուտինի հետ։ Այդ ինչ կա այդ քննարկելու։ Ոչ մի բան։ Փաշինյան բանակցությունների օրակարգից որոշ ընդհանուր տեղեկություններ հայտնել էին Կրեմլից։ Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկայավիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները, մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցեր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս դեպքում եւս մանրամասներ չէին հաղորդվել։ Փաստորեն, հեռախոսով փորձել է խոսալ, չի ստացվել։ Չի ստացվել դրա համար է գնացել, որ ստացված լիներ, հենա ստացված կլիներ էլի։ Դառոն կա տալիս է նաև հեռախոսով։ Չկասկածեք, չի ստացվել, գնացել է։ Այս փուլում Երևանի եւ Մոսկվայի միջև քննարկվող գլխավոր հարցերից մեկը ռուսական կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղու հարցն է։ Նիկոլ Փաշինյանը 1.5 ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը։ Մրցակցային առավելությունը ում նկատմամբ։ Ինչ մրցակցային առավելություն։ Ինչ մրցակցը, ում է դες մրցակցում դու։ Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի։ Իմ պատկերացած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Գուշակեք այդ որ երկիրը կարա լինի, որ բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Հայաստանի հետ եւ կարող է գնի կոնցեսիոն կառավարություն։ Գուշակ։ Ում է տրվել ամեն ինչը։ Ջուրը, օդը, էլեկտրաէներգիան են ուզում տան, էներգետիկ անվտանգությունը։ Հիմա երկաթգիծ, ճանապարհներ։ Գուշակեցիք որ երկիրը կարա լինի։ Երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու Նիկոլ Փաշինյանի պատկերացումը սակայն վրդովվեցրել էր ռուսական կողմին։ Նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովանն էր մեջբերեմ տարօրինակ եւ փոքրինչ անընդունելի որակել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեջբերեմ մեկ գիշերում փլուզվել։ Հետաքրքիր գիտեք ո՞րն է, եթե խնդիր ունի երկաթուղին, եթե չի կատարվել պայմանավորվածությունները, Հայաստանի Հանրապետությունը ինքը իրավասու է դա պետականացնել, ազգայնացնել։ Ինքը ասում է, չէ, ես չեմ ազգայնացնում։ Վերցնում ենք, տանք, ծախենք ուրիշ երկրի, ոնց որ էլեկտրացանցերը։ Բարեկամ երկրի, Թուրքիայի արդեն ասեցի դա։ Ռուսաստանի եւ Հայաստանի համար։ Թուրքիա։ Այսինքն ոչ թե պետականացնել, ոչ, ծախել։
Այս արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը թեև ասում էր, որ երկաթուղու կառավարման հարցով Երևանի եւ Մոսկվայի միջև աշխատանքային քննարկումներ են ընթանում, բայց եւ շեշտում էր. չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Իսկ անցած 5 շաբթի կրկին հույս ուներ գործընկերային մթնոլորտում լուծել հարցը։ Գիտեք ինչի, չի հանձնվում, թուրքերին պետք է դա։ Թուրքերին պետք է։ Ամբողջ Հայաստանն է պետք, որ ոչ մի բան չմնա, որ Իրանը չի, իր դերապետության չի, որ Հայաստանը շնչելու օդ չունենա։ Ավիացիան քիչ տալիս են, ջրային ռեսուրսները տվել են, ճանապարհները Զանգեզուրով երբ հնարավոր լինի դա կբացեն, հա, դասում էներգետիկ համակարգը տալիս են, թուրքերն ամեն ինչա պետք։ Մի անգամ ասեց մրթին կերավ, հիմա էլի է դրա մասին խոսում, չէ, ես կոնֆլիկտ չեմ ուզում, բայց արի մի հատ էլ խոսանք էլի։ Այսինքն ստեղական հայտ է, չէ, որ դա ռուսներին պետք չի, ռուսների կողմից նախաձեռնություն չի։ Ինչի է Փաշինյան Նիկոլը ընկերի ռուսների ոտքերը, որ դա տա երրորդ երկրի։ Ինչ որ մեկը մտածում է, որ դա հայ ժողովրդի շահերից է բխում դրա համար։ Այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեղ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Գաղափարները զս թևածում են, էլի, գաղափարներ կան։ Դեռ չեն ասել լավ, բայց նես գաղափարներ կան թևածող։ Ծախի երրորդ երկրի։ Առաջնահերթություն չկա, որովհետև այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Հենց ասում եմ, թևածող գաղափարներ կա։ Արդյոք այս հարցը կհանգուցալուծվի այսօրվա բանակցություններից հետ։ Ոչ։ Գնանք արևոտ։ Եվ այսպես։ Հիշացրել է Պուտինը, որ կալանավորներ դեպք ունեք ձեր մոտ, էնել ռուսական անձնագրով, որին պատասխան Փաշինյան Նիկոլը մերժում է, որ ոչ մեր մոտ քաղաքական դրդապատճառներով ոչ մի պատկես մեկ ոչ մի բան պետք չկա։ Ոչ մի քաղաքական չի։ Հոգևոր դասը նստած է քաղաքական չի։ Լրագրողները նստած են բան չի, քաղաքական չի։ Սասնածառերը Սերժի ժամանականից նստած են քաղաքական չի։ Եվ այդպես է շարունակ։ Քաղաքական չի։ Ոչ մի բան։ Եվ վերջո, ինչ էր ուզում Պուտինը։ Դե եկել ես, լսի ինչ եմ ասում քեզ մոտարապես այս տրամաբանության մեջ։ Ընդ որում ես նայեցի այդ կադրերը, հեսա մենք իրար հետ կնայենք։ Պուտինը բավականին բանը դառել, անպետատար է դառել։ Երևի տարիքից է։ Ինքը կարող է լուրջ դեմքով լսի, մեկը երևի գիտի, որ իր ասածը պետք անի։ Ուղղակի թողում է, որ իր կոտրած ուսերենով մի կերպ ծնելով վառել իր հետևից ինչ-որ դիմացինը տա։ Երևի հաճույք է ստանում, ասենք դիմացինը, զոհը ոնց է գալարվում իր խոսքերի մեջ։ Բայց ասեց, ուզում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրությունների։ Լսեք, Ռուսաստանը ցանկանում է։ Այսինքն ոչ մի երկիր դες բան չի ասում, որ ինքը ուզում է։ Հա, ըստ օրենքների բոլոր երկրների, ասում բոլոր կուսակցությունները օրենքի սահմաններում պետք է ըստ օրենքի մասնակցել, չէ, Ռուսաստանը ուզում է։ Փաշինյան Նիկոլին ասելով, որ ես ուզում եմ։ Որ ես ուզում եմ ու դու ոչ մի բան չես կարող անել։ Դե Փաշինյան Նիկոլն էլ ասում է, գիտեք, մեր մոտ ռուսական պասպորտով չեն կարող քվեարկել մասնակցել ընտրություններին։ Եթե Հայաստանի քաղաքացի չեն, իհարկե չեն կարող մասնակցել։ Իսկ եթե Հայաստանի քաղաքացի են, փորձեց ասել մի բան։ Ես չգիտեմ այդ ինչու որոշեց հակադրվել Պուտինին, երևի որ բազի Եվրոպայում չստա տեսակ, ինձ ասեց պետք է մասնակցեն, ես ասեցի չէ, չի լինելու։ Սա կարող է հենց այդ նպատակով ասեց, բայց դա իրական չի ստեղ ինքը ինչ ասեց, ինչ չէ։ Եթե որոշել է որ դա մասնակցում են, ուրեմն մասնակցում են։ Ընդ որում իր ցանկությունն է հայտնել, որ դա մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը։ Դե ինչպես նայում ենք Ռոբերտ Քոչարյանը երրորդին նախապատրաստվում, հա, ուժեղ Հայաստանը երրորդին նախապատրաստվում, ինչ անհասկանալի դաշինքներ կնքում առայժմ ես չեմ հասկանում ում հետքի
երևի իրանց տենց է պետք, չեմ կարող ասել։ Բայց այս ամբողջ ընթացքում երևի Պուտինն իրան ասել էր ինչ որ հեռախոսով էլ է ասել։ Ես վստահ եմ, այս հեռախոսով էլ է ասել նույն բանը, սա գնաց հասավ այնտեղ, որ լավ խնդրի ձեռքի հետել նորից երևի նկատի ցույց տա ամեն դեպքում եվրոպացիներին, որ ես գնացի Ռուսաստանին, ասեցի, որ գիտեք, մեր մոտ չեն կարող ռուսական քաղաքացիությունով մասնակցել ընտրություններին։ Պուտինն ինձ ասեց, պետք է մասնակցեն։ Չնայած ինքը ընդհանրապես քաղաքական ուժերի մասին է խոսում են։ Եվ ամենակարևորը չի մասնակցում, նորից իրան հիշեցել են, չենք բանակցում ոչ մի երրորդ ուժի վաճառելու համար։ Հայաստանը մի տարբերակ ունի եւ դա վաղուց պետք է իրականացված լիներ, եթե Փաշինյան Նիկոլը հետապնդեր հայկական պետականության շահերը։ Այս կազմակերպությունը վաղուց պետք է արդեն լիներ պետական։ Այսինքն պետք է ներդրումները չկատարելու բազմակի խախտումների համար սա պետք է ազգայնացվեր վաղուց։ Այդ ոնց եղավ 1-2 օրվա մեջ ազգանացվեց հեծը խախտումներով բոլոր, իսկ սա բոլոր անցագործությունները արկա են չի լինում, խնդրում եմ, ոչ թե ազգայնացնի, այլ վաճառի։ Չէ, ուրեմն Ռուսաստանը ամբողջովին չի ուզում գնա, ինքը որոշել է այս մասով մնա, Արցախը տվեցին։ Զանգեզուրի միջանցքում մասով է ֆենոմենալ բան ասում, լսեք, sense բան գոյություն չունի։ Как я уже сказал, между Арменией и Азербайджаном установлен мир, и вы упомянули имя президента Трампа, это очевидно, что он нес свой вклад в этом процессе, но очевидно, что вы тоже играли лично и играете ключевую, очень важную роль. Ես հիշում եք օգոստոսի 8-ից ասում եմ, եթե Պուտինը սրան չթողեր, նա չէր գնալու հասներ այնտեղ։ Տեսեք էլ ինչ է ասում։ В процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией, во всех этих процессах вы всегда поддерживали, мы всегда были в тесном контакте, я всегда периодично информировал вас, какие процессы идут. Բայց մարդ ասում ես ռեգուլար ձեզ զեկուցել եմ ինչ է կատարվում, դուք ամեն ինչից ինֆորմացված եք եղել։ Ես ինչ ասել եմ, չէ, առանց Պուտինի դաբրոյի թույլտվության նա ուր պիտի գնար։ Հիմա էլ եկել բանը զեկուցումն է։ Հին գեներալի նման էլ այսպես նստած լսում է, թե զոհը ոնց է գալարվում։ И, между прочим, в августе прошлого года, когда я вернулся из Вашингтона и позвонил вам, я тогда говорил, что это открывает то, что произошло в Вашингтоне, открывает новые возможности для наших отношений тоже. И сейчас это факт. Я уже упомянул железнодорожную связь между Россией и Арменией. Над этой темой мы работали десятилетиями. Но, к сожалению, никогда не удавалось нам прийти к такому решению. Что касается вопросов, связанных с Карабахом, я уже очень прозрачно и публично заявил в Республике Армения, что мы должны не продолжать карабахское движение, потому что уже установлен мир между Арменией и Азербайджаном. Հիշում եք ասեց ազգային օրակարգով պետության համար կարևոր օրակարգով է գնացել Ռուսաստան։ Գնացել է Ռուսաստան Պուտինի զեկուցի, որ ես Հայաստանում ասել եմ, որ վերջ Արցախյան շարժում էլ չկա։ Պուտինի հետ ինչին է պետք։ Ինքը գնացել է զեկուցի։ Ես որփին նայեք։ Գնացել է զեկուցի օրակ։ Ո՞ս ասեմ, որ երկրի, ասենց ասեմ, որ տան տղամարդն է գնում հարևանի տուն, խնդրում հանդիպում, որ զեկուցի իր տան մեջ ինչ է կատարվում, ինքը ինչ ասե կնոջ երեխեքին։ Գիտեք այտենց վիժվածքի ճանաչում է մեկը,
Հա, որ գալիս է իր տուն, հանդիպում է խնդրում, որ պատմի իր երեխեքին ոնց է, ասենք, սաստե նախատե կամ կնոջը։ Գիտեք այդպես մարդ։ Ես չգիտեմ, սանից այնքան ես սա բացառություն է։ Ուրիշ մեկի ես չգիտեմ այդպես։ Армения и Азербайджан признали территориальную целостность, политическую независимость, суверенитет друг друга на основе Алматинской декларации 1991 года, что означает, что мы обоюдно признаем, что независимая Армения... Ստեղել է սուտ խոսում։ Ստեղել է սուտ խոսում։ Որովհետև Ալմա Աթայ հռչակագիրը, այդ համաձայնագիրը ոչ մի տարածքային հարց ինքը չի լուծում, ընդհանրապես չի բարձրացնում, եւ դա այդտեղ ոչ մի տարածքային հարցի մասին ընդհանրապես խոսք չկա։ Իսկ որ ասում եմ մենք փոխադարձ ենք ճանաչել, Հալիևը միջինը չի ճանաչել, ոչ մի բան։ Դա տեղել է սուտ խոսում, բայց դա քրքիր է, ամեն ինչ ինչի ասում Պուտինին։ Մի նպատակի համար, եղբայր, ինչ պետք է եղել, ես արել եմ։ Արցախյան շարժում փակել եմ, Տրամփի մոտ գնացել եմ, եկեք ես զեկուցել եմ, ու ամեն ինչից դու տեղյակ ես, հա։ Ասում էր Ալմատանով եմ ամեն ինչը շարժվում։ Ինչ պետք է քո համար արել եմ, թող մի քիչ էլ խաղամ էլի։ Բայց Պուտինի դեմքին նայելով ես ասեմ, սա իմ տպավորությունն է, ինքը արդեն որոշումը կայացել է, ուղղակի sense նստած նայում է զոհը ոնց է գալարվում իր դիմաց։ Եվ ի տարբերություն նախկին հանդիպումների, հիմա Պուտինը շատ ավելի հանգիստ է նստած, ներվային ցիկեր չկան, մատերը չեն շարժվում, աշկերը բաչուձախ չեն փախնում։ Իր մոտ հիմա քաղաքական ստաբիլություն է, անհամեմատ, ավելի մեծ քան մեկ տարի առաջ։ Ինչի՞։ Որովհետև Թրամփը այս վիճակի է գցել աշխարհը, որ մեծ օդանց կա բացել Պուտինի համար հանգստանալու եւ թթվածին, եւ նավթի վաճառք, եւ դոլարի մուտքեր, այնել երրակի թանկ գներով։ Դա մոդի մենք ուզած հանգիստ նստած լսում է թե իր զոհը ոնց է գալարվում իր դեմ։ На 100% идентично Советской Армении и независимый Азербайджан на 100% идентичен советским Азербайджаном. И я думаю, что это довольно-таки крепкая база для дальнейшего развития мира. И я, конечно же, еще раз хочу вас поблагодарить за ту поддержку, которую я всегда чувствовал в процессе установления мира между... Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Խանն էլ լսում եմ։ Армении и Азербайджаном. Ну, по поводу Карабаха мы неоднократно это обсуждали, и в основном в рабочем формате. Да, мы признали Карабах в составе Азербайджана, но мы делали... Այ, միջև սան հասնելը, Պուտինին լսեք։ Тоже очевидным является, что после того, как вы в Праге в 2022 году признали, что Карабах является частью Азербайджана, вмешиваться со стороны ОДКБ в этот процесс, который приобрел внутриазербайджанское измерение, ну, просто совсем был вопрос о воссоединении Карабаха, если считать его частью Азербайджана, ну, я не оцениваю. Իշացեց դա, դու ես ճանաչել Արցախ-Ադրբեջանի կազմում։ Հիմա տեսնեք սա արդարանալը։ Мы сделали это только после того, как высшее руководство Российской Федерации дважды публично об этом говорил, и вы помните, мы об этом неоднократно говорили, и наши проблемы с ОДКБ тоже мы никогда не скрывали. Ասում ես Արցախը ճանաչել եմ Ադրբեջանի կազմում, որովհետև դուք մի քանի անգամ դա ճանաչել եք։ Դա մասին ասել եք, փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվել է, արևմտամետ լսում եք այդ եվրոժետոններ, այ որփոանտերներ լսում եք։ Փաշինյան Նիկոլը ասում է ես ճանաչել եմ, որովհետև մի քանի անգամ դուք եք ասել Արցախը Ադրբեջանը։ Հիմա էլ գնում է հաշվետվություն ներկայացնել։ Արդարանա, թե ինքը ինչի է ասել դա։ Высшее руководство Российской Федерации, Карабах в составе Азербайджана, но мы сделали это
только после того, как После того. высшее руководство Российской Федерации дважды публично об этом говорил, и вы помните, мы об этом не... Հասկացեք ինչի է ինքը ճանաչել Արցախ Ադրբեջանի կազմում, որովհետև Բարձրագույն իշխանությունը Ռուսաստանից երկու անգամ դա ասել է։ Խնդրում եմ Փաշինյան Նիկոլի քրեական գործերով զբաղվողներին արձանագրել սույն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Պրագայում 2022 թվականին հայտարարել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, որովհետև սա իր խոսքերն է, Ռուսաստանի կառավարությունը երկու անգամ դրա մասին ասել է։ Ավելացրեք հանցագործությունների ցուցակին։ Եվ հիմա ասեք ում հրամաններն է, ում ցանկություններն է ինքը կատարում։ Ում ասես։ Բացի հայ ժողովրդի, որի շահերը սպասարկելու համար ինքը երթում է դրել, ընդհանրապես իր աշխատանքի բնույթն է դա։ Սահմանալուժեն։ Բայց բարձրում է։ Մեր երկրի վարչապետը նայմա տեսնի կողքի պետության ղեկավարները ինչ են ասում երկու անգամ, որ ինքը կրկնի։ Հիմա կարելի է հասկանալ եւ բացատրել ինչի է Փաշինյան Նիկոլը կրկնում Ալիևի, Փաշազադեի, ասենք չգիտեմ Էրդողանի ասածները, որտեղ իրանք երկու անգամ ասել են դա։ Լրիվ տեղավորվում է հիմա այս լոգիկայի մեջ։ Խնդրեմ արձանագրեք սուն փաստը եւ դիմեք ոչ միայն դատախազություն, ո՞նց եմ ասում, այս հանգամանքը պետքա գնա բոլոր այն երկրները, դեսպանատները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի Հանրապետության հետ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախը հայտարարում է Ադրբեջանի կազմում, որովհետեւ Պուտինը երկու անգամ դա ասել է։ Հարցը неоднократно говорили, и наши проблемы с ОДКБ тоже мы никогда не скрывали, потому что у нас в 2022 году была конкретная ситуация, и, по-моему, механизмы ОДКБ должны были заработать, но они не заработали, и это, конечно же, привело к той ситуации, которая у нас есть в отношениях ОДКБ. Мы сейчас не участвуем в работах ОДКБ, потому что из-за простой причины мы до сих пор не в состоянии объяснять нашему народу, нашим гражданам, почему ОДКБ не среагировала и не среагировала вопреки тем обязательствам, которые есть согласно договору об организации о коллективной безопасности. Չէ, ժողովուրդը դրա մոտ չի քեզ չի հարցնում։ Բայց չի ժողովրդին բացատրես։ Ու չես կարող ան բացատրել թե հապկին չի չարձանագրեց։ Ժողովրդին դու չես կարող բացատրես, թե չարձանագրելուց հետո, չարձագանքելուց հետո դու ինչի ես միջև հիմա հապկում։ Լսում ես վիճվածքը։ Մեծատար վեյով։ Դու ժողովրդին բացատրի, թե չարձագանքելուց հետո ինչի ես դու միջև հիմա 3.5 տարի, արդեն 4 տարի դեռ հապկում։ Դու դրա մասին պետք է մտածես։ Լսում եք եվրո ժետոններ, եվրո որբեր, չգիտեմ ձեզ ոնց կարելի ասել։ Հա? Այս հարցերին դուք պետք է պատասխան տաք։ Մենք սա արդեն նայեցինք։ Մենք այս ամասին էլ արդեն խոսեցինք, եւ տեսնենք ոնց են իրան դիմավորել Մոսկվայում, շատ հետաքրքիր է։ Թույլ կտակ նկարվել երեխոցը ձեր հետ։ Ստեղը թույլ կտակ երեխոց կանչին բայց արավ։ Լավ է, որտեղից հարաբավեց։ Շատ լավ կուտը տալիս են։ են։ Ուզեին նկարվել։ Երեխոն ասել, Երեխեն թող բախտան։ երեխոն կային է։ Կանգնի, բալես, կանգնի տականքի հետ նայ գլխարկը ցիլոն գլխին։ Շատ շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել։ Այդ է։ Եվ եկեղեցին պառակտվել։ Ես ուզում եմ խոստամ դերես։
Ես ուզում եմ խոսալ։ Можно մուդրանոջան եք դու խայտարակել եք մեր եկեղեցին։ Մի հրագիծ։ Не վարկանալի գեսկի։ Конечно, դու գիտեք ձեր ծախտելու Դավաճան։ Արցախը հանձեցիր դու։ Ասելու եմ, չեմ բախենում, գնացեք են թող։ Չէ, Նիկոլ Փաշինյան, դու տեղ չես ունենալ փախնես, այն որ կանգնում ես, մտածում ես, վայ, քեզ սիրող կա, նկարում են, լավ էին դասավորել, էլի։ Արի մի հատ նկար երեխեք, կարելի է, հա, որտեղ երեխեքին ցույց տանք։ Ով ա եղել Հայաստանի գերագույն գլխավոր տականքը, որ հանձնեց Արցախը, հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա։ Իդեալական օպերացիա էր։ Այսօր մեկը գրել էր լավ է Փաշինյանը մի քանի օր Հայաստանում չի լինելու 1 կամ 2 օր։ Այդ մի քանի այդ 2 օրվա մեջ պրովոկացիաներ ու խայտարակ բաներ չեն լինի Հայաստանում։ Ճիշտ է նկատել։ Մինչդեռ են 2 երեխաներին, որոնց գրեք աստորեն ազատ էին արձակվել ժամանակավոր, այսօր այս տականքը մնացան հայտնի մնացական Մարտիրոսյանը կալանավորել է։ Այսօր կալանավորել է։ Ով է մնացական Մարտիրոսյանը շատ լավ բնութագրել է ժամանակին իրան անդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ, մի հատ լսեք։ Ընդհանրապես Հայաստանի ամենատխրահարճակ դատավորներից մեկն է, բայց ես չեմ կարծում, թե անձնական խնդիր է, համակարգի խնդիր է, այստեղ նույնիսկ մնացական Մարտիրոսյանը չի նստած, այստեղ նստած է Սերժ Սարգսյանը, ուղղակի այդ կերպարով։ Հասկացաք։ Միջև հիմա Սերժ Սարգսյանը նստած այդ կերպարով։ Եվ այդ կերպարն էլ միջև հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործությունների վավերացումը։ Սերժ Սարգսյանի կերպարը։ Հիմա ասենց է, կամ Սերժ Սարգսյանը հիմա դատավոր, կամ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույնն են։ Իսկ հիմա երկրորդ ավելի մոտ է ճշմարտությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին տխրահռչակ որակված դատավոր մնացական Մարտիրոսյանն այսօր 2 ամսով կալանավորեց դպրոցական Դավիթ Մինասյանին, հարուցելով հանրության վրդովմունքը։ 63-ամյա Մարտիրոսյանը, որ դատական համակարգում է գրեթե 30 տարի, բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել քաղաքական դատավարությունների ընթացքում իր կայացրած իշխանահաճո վճիռներով եւ ընդդիմադիր գործիչներին մեծ պատժաչափերով ազատազրկելու որոշումներով։ Մնացականյանի թերևս առաջին աղմկահարույց գործը 2000-ականների սկզբին էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Պապլավոկում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի Կուկու Մականնով Աղամալ Հարությունյանի գործը քննում էր մնացական Մարտիրոսյանը։ Հենց նրա որոշմամբ Աղամալ Հարությունյանը ազգույժ սպանության որակմամբ դատապարտվեց պայմանական ազատազրկման, այսինքն չազատազրկվեց։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 40 Պատկերացնում եք ինչ հին տականք է։ Կարմիր դրոշի նման, փոխանցիկ կարմիր դրոշի նման ձեռից ձեռանց է։ Ռոբիտ Սերժիկ, Սերժիկից Փաշինյան Նիկոլ։ մեկ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը համաստանյալ Աղամալ Անանի Հարությունյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել։ Մնացական Մարտիրոսյանի Իսկ իրականում այս տականքն է եղել, որ երեխեքին խփել ատեղ։ Այսինքն այդ խնդիրը չէր առաջանա, այդ վեճը չէր լինի, եթե այս հրեշը այդ հրմշտոցի ժամանակ միջև դրանց միջև երեխեքի ձեռք բարձրացնելը ինքը հարվածած չլներ այդ երեխեքին։ Ասեն, այս տականքն է եղել, ճանաչեք դեմքով։ Հիմա սա փողոց է չէ՞ դուս գալու, սա հաստատ արդեն այսօր տեսան մի քանի տասնյակ հազար մարդ նայեց, այն ուզում են իմանալ ինչքան մարդ է նայում, այս հաղորդումները հասաբանում Երևանում, ես ասում եմ, ինչքան որ դիտումները տեսնեք, դրա 50%-ից ավել Հայաստանում են նայում, այսինքն ասենք 20-30 հազար մարդ հիմա սրան տեսել է արդեն։ Ով է այն տականքը, որ երեխեքին խփել է ու երեխեքն էլ որպես պատասխան արել են ինչ որ արել են ու լավ են արել։ Սա է։ Սա է որ Փաշինյան Նիկոլի, ասենց ասեմ, հա,
խաթր ասեն, ինչ ասեն, խաթրել չկա, այստեղ ոչի բան չկա։ Որ իր համար ուղղակի ինքը պատրաստ է ուտել դիմացի, ասենք մանկահասակ երեխան նույնիսկ, եթե դա անհրաժեշտությունը կա։ Այս դեմքով սրիկայի համար միևնույնն է դիմացի ինչա կանգնած ու ընդհանրապես այդ ինչ հետևանքներ կունենա։ Կարևոր է այդ պահին ինքը հաճոյանա իր տերերի, թե դրանից հետո ինչ ճակատագրեր կխեղվեն, ոնց կլինի այս կարգի երևույթները թքած ունենան։ Նայեք այս դեմքին ու իրեն ասեք. տղա ջան, ամեն ինչ վերջ է ունենում, վաղ թե ուշ։ Ու քո աչքերի մեջ ես ուզում ես մոտիկից նայեմ, էլի նետենամ, որ դու հասկանաս, որ վերջը եկել է, ինչ ես զգալու այդ ժամանակ, ինչ կուզենաս խոսես։ Քո մենակ չէ, այստեղ անձնական չի, քո նման բոլորի, ովքեր հիմիջև հիմա ծառայում են Նիկոլին, ովքեր իրականացնում են այն ինչ որ իրականացնում է Նիկոլը, այն որ հրամայում է Նիկոլը։ Սենսներ շատ եք, այն Ջոմարտյանից սկսած, ձեր սաղից պետք է ասենց հավաքենք մի տեղ լսնենք, այդ ուժեղ տղեկով այսենց։ Մի գիշերվա մեջ դուք իրար կմորթեք։ Դուք արդեն միջև առավոտ իրար փոր թափած կլինեք, որ առավոտ մեկը մնա արդարանալու համար, որ ասի ասեցի, իսկ թողես գնամ տուն։ Այդ դուք այդ տեսակն եք։ Առաջ չընկնենք, ձեզ մնաց 2 ամիս։ Մի այսպիսի կենդանի էլ կա, որն ուրախացել է, որ 18 տարեկան երեխան վերջի զանգը կնշի Ալմավիր քայլակատարողական հիմնարկում։ Այո։ Սա անասուն Գարիկ Սարգսյանն է, բառի բուն իմաստով, որի համար ասենք կոկորդիլոսը թռչուն է։ Սա այն թռչուն կոկորդիլոսի ձու աճացնող, ձու պետք է չի աճացնել, սա Արարատի շրջանում։ Սա Նիկոլի Գարիկ Սարգսյանն է։ Այո, որը շատ ուրախ է, որ 18 տարեկան երեխան վերջին զանգը պետք է գաղութում հասկացնի։ Բայց ես հիմա մի բան էլ ասեմ, այդ 18 տարեկան երեխեքու ծնողներին, դասընկերներին, բոլորին ասում երեխեք չեմ, մեկ վայրկյան անգամ չներվեք, այս երեխեքն են։ Հիմա տես կոկորդիլոս, այս երեխեքին նայ։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Դեմ ես այս երեխեքին։ Այս երեխեքը լեսքան եկել են։ Ինչքան էլ կան, որ չեն եկել, ժամանակ չունեին կամ չեն իմացել, որ սես բան է եղել, չեն իմացել։ Ուրեմն մասի մի ամբողջ սերունդ դու ցույց տվեցիր ամենը այնս անտիժ գույներով, թե դուք ինչ կարգի տականք եք։ Այս սերունդը, եթե մի բան էլ չգիտեր ձեր մասին, դուք եկաք լրացնելու, որ երեխեք ջան, Ես չի կարելի ընդհանրապես լուրջ ընդունել որպես մարդ ընկալել, հասկանում եք։ Ձեր ապագան առանց մեզ է ապահով։ Եթե դուք ապագա եք ուզում, րոպե առաջ մեզանից պետք է հրաժարվեք։ Չէ՞ որ երեխեքը ծանոթներ ունեն, այս երեխեքը ընկերներ ունեն։ Ու այս երեխեքն են այսօրվա երկրի տերերը։ Ոչ թե ապագան են, չէ, իրանք են արդեն երկրի տերերը։ Ու իրանք շատ ավելի մեծ ազդեցություն են ունենալու այս ընտրությունների վրա, խոսքս հիշենք։ Ընտրությունների վրա որակական իմաստով, երբ որ վերջում հնարավոր լինի նայել տարիքային բաները, ցենզուրիկ, տեսնենք, որ այս նեռացիներին դեմ քվեարկածների 80-90% եղել է հենց այս սերունդը։ Վստահ եղեք։ Իրանք կարող չխոսան, իրանք կարող 1001 sense ակցիա անեն, բայց ամեն ինչ նայում են, ամեն ինչ գիտեն, ամեն ինչ ֆիլտրում են, ծանոթ թեթև են անում, լսում են, կարող արտահայտվեն, կարող չարտահայտվեն, բայց ամեն ինչ գիտեն ամեն ինչի մասին։ Անենց որ կոկորդիլոս Գարիկը մեծ ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Էլ որ հիմա 2 ավտոբուսի փոխարեն 10 ավտոբուսով էլ գնա։ Այս տեքստը չի կարողանալու ջնջի։ Ոչ էլ երեխեքի կալանավորելու հանգամանքը կարող ջնջի։ Իսկ ով այսի։ Ես այլ։ Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանը ՔՊԱ-ական ընկերոջ պատճառով։ Հետ էլ Նիկոլի սանիկն է մոռացել է։ Փետրվարի 15-ին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել պաշտոնանկանել ՎԴԻ-ԲԿ-ի տնօրեն ՔՊԱ-ական Արամայիս Գրիգորյանին կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար, ընդ որում տնօրենը ՎԴԻ-ի հիվանդանոցի բյուջեն է պարտվել շուրջ 170 միլիոնի չափով։ Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը, խուսափելով մանրամասներ հայտնել։ Մինչդեռ ՎԴԻ-ի բնակիչները շատ պատկերավոր պատմում են, թե
ինչպես է Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հովանավորությամբ ստիպել Արամայիս Գրիգորյանին մտնել գլխավոր դատախազություն եւ ցուցմունք տալ ինքն իր դեմ։ Արամայիսն ըստ վեդեցիների ընդունել է, որ պետբյուջեի գումարը մի քանի մասով ինքն իր անձնական քարտին է փոխանցել, հետո մսխել եւ ընդունել է մեղքը։ Ախտես չի լինում է։ Բյուջեից հնարավոր չի ասենց ուղիղ անձնական քարտի փոխանցել։ Դա բացառվում է։ Ասես մոնտաժ են արել, էլի, թե դա ում միջոցով, ինչպես է արվել։ Բյուջեից անձնական հաշվին փոխանցել են էլ ստխմալը, չէր կարող։ Դա չէր կարող, սա մոնտաժ են արել։ Նա տեսեք ովքեր են մեջտեղը ներգրաված եղել, որ իրանց ասես մոնտաժով հանեցին պատասխանատվությունից։ Բայց նա ազատության մեջ է, չի կալանավորվել։ Ավելին, իրավապահները չեն հաղորդել ԿՊԱ-ական տնօրենի աղմկահարույց պաշտոնանկության հիմք դարձած քրգործի մասին։ Իսկ թե ինչպես են բացահայտվել կազինոյի հանդեպ մոլուցքի դրսևորումները, ինչու են կոծկվել։ Դե երեխա չի որ կալանավորել։ Ինչ արել է։ Թալանել է, ամբողջ Հևանանոցի բյուջեն տարի կազինոյում կրվել է։ Ինչի պետք է նստի։ Եվ ընդհանրապես մեր երկրում հանցագործները չեն նստում։ Ոչ պետության դավաճանության մեջ մեղադրվողները, հա, ոչ պետության բյուջեն թալանողները, կազինոներում կրվողները, չէ։ Նիկոլ Փաշինյանի դեմ մարդիկ են։ Հա, Նիկոլ Փաշինյանի դեմ մարդիկ են կալանավորվում։ Նույնիսկ են երեխեն նայեմ, այդ հոդվածը կարծեմ ես վայել եմ։ Այս երեխան 18-ամյա երեխան, որը թքել է Փաշինյանի Նիկոլի մեքենայի վրա, մեղադրանքն է առաջադրվել նրան։ Բա մեքենայի վրա թքելու համար մեղադրանք է առաջադրվել։ Փաստորեն մեր երկրում մեղադրանք կարելի է առաջադրել մեքենայի թքելու վրա, բայց մարդուն բռնեն ձեռքերը, վրեն թքելու համար պետական գործ չկա։ Փաստորեն մեր երկրում Փաշինյան Նիկոլի մեքենան շատ ավելի կարևոր է, քան քաղաքացին։ Հիշում եք այս տականքները մեզ ասում էին, ընտրողը քաղաքացին է, քաղաքացին հերոսն է, քաղաքացին։ Չէ, ախպեր, քաղաքացին չէ, Նիկոլի ավտոն ավելի կարևոր է։ Քաղաքացուն կարելի է քրվել, քաղաքացուն կարելի է թքել վրեն, ամեն ինչ, քաղաքացին հեչ։ Այ ավտոն, այսի սրբությունը։ Ձեն անեք այ վիժվածքներ։ Այ Նիկոլի 32 ատամներ։ Են ցուցակով առաջադրված ձեն անեք բա։ Ինչ արել ես երեխեն։ Հրապարակեն, որ երեխու վիճակը բավարար է, շատ արագ։ Մենք հրապարակեցինք, այսօր ես իմ մոտ հրապարակել եմ տեսագրությունը ոնց է թիկնապա բռունցքով հարվածում 18 տարեկան երեխային եկեղեցու ծիսակատարության ընթացքում։ Ոչ, իրանք ասում են չունեն, մենք այսօր ենք ձեռք բերել այդ տեսանյութը։ Եվ մեր հարցին թե դուք տեսել եք նման տեսանյութ ընդհանրապես զննել եք, ասին մեզ նման տեսանյութ հայտնի չի, մեզ նման բան հայտնի չի։ Իրանք էլ հայտնի չի։ Հայաստանում ոչ մի բան ոչինչ չի փոխել։ Նարեկ ջան, փոխի չի կարող, որովհետև ես ճիշտն ասած չէի ուզում անընդհատ ընդունել, բայց այս գործը սա արդեն իրավաբանության հետ կապ չունի։ Ասում եմ, կան գործեր, որոնք ուղղակի գործ ասելը մեղք է։ Սա դրանցից մեկն է։ Այստեղ չկա իրավաբանություն։ Լավ, ես հələ գործը։ Այստեղ չկա, որ ասեմ դնեմ ապացույց վերլուծենք, ապացույց մեկնաբանենք, չկա ժողովուրդ, այս իրավաբանությունից կտրվել է։ Լավ, հիմա մենք հայտ Իրաք իրավաբանություն չկա։ Հայաստանում կա մենակ քաղաքականություն։ Քաղաքականության իմիտացիա։ Հայաստանում քաղաքականություն էլ չկա։ Չկա, իրավաբանություն չկա, քաղաքականություն չկա։ Կա բարոյականության պակաս, տոտալ։ Կա մի հատ ների, կամակատարների եւ մի ամբողջ ժողովրդի հակադրություն։ Ուրիշ ոչ մի բան չկա, ոչ իրավաբանություն կա, ոչ քաղաքականություն կա, ոչ։ Կա ներ, որ այդ գործերն առաջ տանում, ոնց կարողանում է, իսկ որ դիմադրում է, փորձում է կալանավորի, եւ կա ժողովուրդ։ Մի մասը հարմարված, մի մասը կռիվ տվող։ Բայց գիտեք, բարոյական մարդիկ չեն կարող տիրմաջրին ներկայությանը հարմարվեն։ Չեն կարող։ Երկու պատճառով։ Նախ բարոյական մարդը չի կարող իրեն թույլ տալ տիրմաջրի մեջ ապրել, երկրորդն էլ որպես հետևանք տիրմային միջավայրը ստեղծում է տիրմին ադապտացված սադիկաներ։ Դենց է ստեղծում է ինքը։ Հենց այդ տիրմին ադապտացված սադիկաները ստեղծում։ Ոնց կարող բարոյական մարդը տիրմին ադապտացված սադիկաների հետ հաշտամարաշ հարմոնիայի մեջ ապրել։ Եթե ապրում է ինքը արդեն
ինքը այդ բարոյական մարդը չի։ Ինքն էլ է ադապտացվել է տերմային միջավայրին, մի սրիկա էլ ինքն է դարձել։ Հայաստանում դա է մնացել։ Կամ դու ադապտացվում ես այդ տերմի, ու դառնում ես հերթական սրիկան, կամ դու մաքրում ես քո միջավայրը ու ասում ես ես ավելի լավ միջավայր եմ արժանի։ Ու սա ոչ քաղաքականություն է, ոչ իրավաբանություն։ Այս Հայաստանում ամեն ինչ վաղուց բարոյական հարթության վրա է։ Դա համար ես անկեղծ հանգիստ խղճով աշխարհի վերջի մեղադրանքներն ու բառերը կարող եմ ասել նրանց, առանց խղճի խայտի, առանց ավելորդ ապացույցներ ման գալու, բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս տերմին։ Ամեն ինչ կա էլի։ Սա աչոտները սենց պապկեքով դրված է։ Եթե մեկը աջակցում է ու նորմալ է այս ամեն ինչի նկատմամբ, հանգիստ է, ինքը լրիվ տեղավորվում է բոլոր տեսակի հայոյանքների ֆորմատի մեջ, ինչ ասել։ Պետք չի մեկը մտածի, բայ ես ապացույց ունեմ դրա համար։ Մի էլ մտածեք, ապացույցները տոնանելով են։ Այս տարօրինակը, որ մեկը հանկարծ ապացույց ման գա, այս ամեն ինչը ճիշտ է թե չէ։ Սա վերիշենք էլ մատել։ Հենց դեմքին նայեք։ Եվ խոսքը նաև հենց մասնավորապես Արագածոտնի մարզի համայնքների մասին։ Շնորհակալություն հարցի համար։ Այո։ Թուրքիայի քաղաքացիները 72 անշարժ յուք են բերել, ձեռք են բերել Հայաստանում։ Սա մի քիչ արդեն 5 բանան թիվ է։ Ադրբեջանցի նաև քաղաքացի 5։ Ես այս տվյալները այսօր կարդացի, վերհիշեցի, որ ես մասին լսելիս մի բան հասկացավ, հարց առաջացավ։ Օրենքով ո՞նց է սա սահմանում եք։ Ո՞նց է օրենքը Հայաստանի թույլ տալիս օտար երկրի քաղաքացուն Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնավորապես Հայաստանում սեփականություն գնել 1, երկրորդը այդ process-ը ո՞նց է եղել։ Ասենք ադրբեջանցին եկել է, փաստորեն իր անձնագրով գործարքը կատարել է, այդ անձնագրով մտել է, ասենք, չգիտեմ, նոտար, գործարքը կատարել է, ու հետո այդ գործարքը Թուրքիա ազգանունով Ադրբեջանի պասպորտով գնացել է կադաստր, այդ կադաստրից վկայականը տվել է, ու այս ամբողջ ընթացքում ԱԱԾ-ն ինչ է եղել, ինչ խոտ էր ուտում ԱԱԾ-ն, ու ո՞նց է դա կատարվել։ Այս է հարցը։ Թե ինչ է, թե ադրբեջանցիները վստահված անձի միջոցով են անում։ Ո՞վ է եղել այդ վստահված անձը, որ լիազորագրով եկել մտել այդ գործողություններն անել է։ Ինչ շատ հետաքրքիր է այդ։ Ո՞վ է եղել այդ անձը, ինչքանի դիմացարել այդ գործարքը։ Իմանամ էլի Հայաստանի ծախել ինչ արժի։ Հիշում եք մեր գեներալ կար Բաղմանյան ազգանունով այն բանը էլ ես կենթանին էլ Պորշ Պանամերայով էր ֆրֆրում Երևանում։ Վազգենի կարջերիցը 11 անշարժ գույք եւ շարժական գույք եւ շուրջ 3 միլիարդ 556 միլիոն դրամ։ Եկեք 56 միլիոն դրամ, 3 միլիարդ եւ 56 միլիոն դրամի բռնագանձման պահանջ կա։ Գեներալա 8 տարի է Հայաստանը ունի ճակերտավոր ասած նոր իշխանություն։ Բայց իշխանում նայում ենք, որ մնացական Մարտիրոսյանը, որ եկել է Ռոբերտից, հետո Սերժիկից, դրա մասին գիտեր Նիկոլը ինքն էր ասում դրա մասին, հիմա Նիկոլն է դրանց օգտագործում։ Մենակ այդ պարագայում կարար Բաղմանյանը 8 տարի այս ամբողջ հանցանքները վրա են 11 անշարժ գույք ու 3 միլիարդ դրամ, պատկերացնում եք այդ իշքով է։ Այսի մենակ պետականացման հետ բանը բռնագանձման ենթական է 3 միլիարդ 56 միլիոն։ Մարդ վախենում է նույնիսկ հաշվի, 10 միլիոն դոլարից ավել է գալիս։
մոտ 10 միլիոն դոլար է, դի մենակ բռնագանձելու է։ Այդ փողը դա որտեղից։ Ու 8 տարի այս մարդիկ պահել են այս գործերը։ Ինչքան էլ հələ փող են վերցել ազատել են, որտեղ սա մենակ չի, սա ընդամենը մի հերթական գեներալ է, էլի, հերթական։ Մասնեն քաղաքական մասին։ Այսօր ինձ համար անակնկալ շրջադարձ է եղել քաղաքականության մեջ Հայաստանում նախընտրական նժար սահմանադրական շարժումը եւ բոլորին դեմ շարժումը որոշել են միանալ բոլորին դեմ կարգախոսի տակ։ Իմ կողմից ողջունում եմ այս քայլը, երբ որ մի ամիս առաջ էր ամիս ու կես առաջ էր, երբ որ առաջի անգամ ես լսեցի այս շարժման մասին եւ հաղորդման հյուր հրավիրեցի նախաձեռնող խմբից մեկին, իմ մոտ մեծ թերահավատություն կար, որովհետեւ ձևակերպումը չկա, ձևակերպումը դեռ հստակ չէր։ Ամեն դեպքում ինձ տես թվաց կոնե, հետագայում իրանք մեկ ամսա մեջ ավելի հստակեցեցին եւ 2 շաբաթ առաջ էր մոտավորապես, երբ որ ես իրենց արդեն համակարգողներից իշխանի հետ խոսեցի, ավելի հստակ ներկայացրեց եւ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ միացան իրեն, բժիշկ Հայկ Մանասյաններ միացել իրեն, այսօր նժարն է միանում։ Ես կարծում եմ հետաքրքիր անակնկալներ դեռ մենք սպասելու ենք նախընտրական շրջանում։ Ես միշտ ասում եմ, չէ, մի վրազեք, սպասեք։ Սպասեք, 2 ամիս դեռ մենք ունենք, տեսեք հələ դեռ ինչ կարող է կատարվի։ Ամեն դեպքում ոչ մի բան չասող ճակերտը որ եմ ասում, որովհետև ինքը ունիկալ է իր առաջարկի մեջ, բոլորին դեմ շարժման առաջարկը, իսկ ինչ է ասում բոլորին դեմ։ Եթե չգիտեք ում ընտրեք, չունեք ձեր տեխնացուն, ընտրեք մեզ, մենք 3 ամիս հետո դաշտը մաքրելուց հետո նոր ընտրություն են կազմակերպում ու մենք էլ չենք մասնակցելու կարևոր հանգամանք։ Եվ այսպես իրանք կարողացան իրենց շուրջ համոզելով գուցե արգումենտներ բերելով, գուցե ուղղակի իրենց հեղինակության շնորհիվ հավաքել կոնսոլիդացիա։ Եվ հերթական քայլը տեսանք այսօր իդեմս նժարի։ Ես չեմ բացառում, որ էլի կգտնվեն ուժեր, որոնք կհասկանան, որ ավելի ճիշտ է մի ուժով հաղթել սրանց ու նոր ընտրություններ կազմակերպել։ Ես կարծում եմ ընդդիմադիր դաշտի համար սա շատ ավելի նախընտրելի է, քան այս համակարգի պայմաններում փորձել կռվել Փաշինյան-Նիկոլի համակարգի դեմ։ Բայց չեմ պնդում, ամեն իր որոշումը պետք է կայացնի, որտեղ մենք ունենք դեռ առանձին տեխնացու Արտակ Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան, Դոկ կուսակցություն, չեմ հաշվում Սամվել Կարապետյան, դրանց չեմ հաշվում։ Տեսնենք իրանք ինչ որոշում կկայացնեն մինչև մայիս։ Չգիտեմ, երբ կարող է իրանք միանան, երբ դա սահմանազատվում, հա։ Կարող ընթացքում ձայները տան, դա չի բացառվում։ Բայց ես կարծում եմ հեռանկարային տարբերակը, եթե իրոք միավորվեն բոլորը 50% պլյուս ձայները ստանան, վերցնեն վարչապետի պաշտոնը, նոր ընտրություններ անցկացնելու համար 3 ամիս հետո։ Դուք պատկերացնում եք ԿՊ-ից ինչ կմնա։ Եթե ԿՊ-ն ասեն գողանա այս ընտրությունների ժամանակ 30%, 3 ամսից հետո ինքը 3% չի ունենա։ 3, այսինքն ոչ միայն չի կարող խորհրդարանում լինել, ինքը ճաղերի հետևում կլինի առանց կասկածի, որտեղ 30% ինչ որ դու ներկայացում կունենաս, դու իշխանություն չես լինի, բայց ներկայացում կունենաս, հա, պարլամենտում 3%-ով դու ոչ մեկես։ Այդ 3%-ն էլ եմ շատ ասում, դա չի ունենա։ Պատկերացնում եք, այս վիճվածքների նոր պրեզիդենտը։ Այն պարագայում ոչ ոստիկանն է իրանց, ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է իրանց, ոչ մեկ իրանցի չի։ Իրանք մնում են իրենց հետ։ Իրանց բակի շները չեն իրենց ձայն տան նույնիսկ։ Այսօր ամենաերթվյալ Նիկոլականն է կհրաժարվի դրանցից։ Դրանք ոքի այն շերտն է, որ միշտ իշխանության կողքին են։ Հա, միշտ իշխանության կողքին են։ Այդ օրվա իշխանության կողքին են իրենք։ Այդ շերտն է։ Ամեն դեպքում սա շատ հետաքրքիր է մեզ համարում։ Մյուսը ՀՀԿ-ն է որոշել անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ճիշտ է։ ՀՀԿ-ն որոշել է, որ ինքը տեխնացու չի առաջարկում, բայց կարող է սատարում։ Ես խորհուրդ կտայի ՀՀԿ-ին
Սատարելուց սատարել Փաշինյան Նիկոլին։ Հլսեք ինչու։ Որովհետև Սերժը, որ մեկին ուզում է ժամանակին փչացներ, ասում էր ընկերսը։ Ճիշտ կլինի, որ Սերժը հիմա սատարի Փաշինյան Նիկոլին։ Ժողովրդի համար բացարձակապես բան չի լինի, սուրպրիզ չի լինի։ Աննենց ինքը օրգանիկ կընկալվի էդի, որ Սերժը աջակցում է Նիկոլին։ Բա ինչ պետք է անի։ Բա 8 տարիով է պահել իշխանությանը։ Որ մի քիչ անկեղծ գտնվի Ռոբերտ Քոչարյանը, նա էլ պետք է աջակցի Փաշինյան Նիկոլին։ Արա արեք դրեք դաշտը sense մաքրենք, մեկը գիտենք, որ նույն բոճկից եք լցած, էլի։ Աջակցեք դրան։ Մեկը որ դուք դրան աջակցեք, Սամվել Կարապետյանն անդրդելով։ Ձեր մեջից, էս էլ ես ասեմ, ձեր ինադուն Նիկոլին ձայն չեն տալու։ Տալու են ձեր ընտրողը գնալու է Սամվել Կարապետյանին։ Այսինքն այստեղից հետևություն, եթե դուք ուզում եք Սամվել Կարապետյանին աջակցեք, հայտարարեք, որ դուք աջակցում եք Փաշինյան Նիկոլին։ Ուրեմն ընտրություններին կմնա Սամվել Կարապետյան, մեկ էլ այս դաշտում դեղով կա։ Հիմա արդեն բոլորին դեմը հաստատ կա։ Արդեն հաստատ կա։ Լիդերներ բանում է, ասեմ դες։ Ըստ իմ գոնե ունեցած հարցումների առաջի տեղում ընդդիմադիր դաշտում գնում է դոկ կուսակցությունը, երկրորդ տեղում բոլորին դեմն է։ Եվ Նինա Կարապետյանը վերջում էր։ Իր որոշումը շատ ռացիոնալ է։ Ավելավա այդ 3, 4 կամ 5%-ը չգիտեմ ինչքան կլներ դներ բոլորին դեմի շարժման վրա նոր ընտրություններ ստանալու համար, քան ասենք կոպիտ եմ ասում մի քիչ կարող կոպիտելի կասենք ձայն փոշիացնել, էլի արդյունքում մեր չեմ ասում մտադրված էլի։ Այնպես որ հիմա բոլորին դեմը շատ ավելի պինդ է։ Հետո գալիս է Արտակ Սարգսյան ու Գուրգեն Սիմոնյան։ Մա չգիտեմ իրենց քայլերը ոնց կլինի։ Բայց եմ ասում դեռ ժամանակ ունենք կտեսնենք։ Հիմա տեսենք ինչ է կատարվում Իրանում, սոսկալի բան է եղել այսօր Իրանում։ Իրանում պայթացրել են իրանց ջրամբարը, ամենամեծ ջրամբարը։ Israel just bombed a water desalination plant in Iran, which could result in the deaths of millions of Iranian civilians. And this is such a big deal that those Իհարկե ասում է Իսրայելը, բայց ես չգիտեմ Իսրայելն է Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ ինֆորմացիան հստակ չի։ Այդ կողմից հրթիռը կոծել է եւ վնասել են ջրամբարը։ Ու Իրանը հաստատել է այդ նորությունը, այսինքն միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ զուտ ծառայից։ Ջուր չլինելու պատճառով։ Սա հումանիտար աղետ է։ Բայց ես չեմ զարմանում, որ այդ հումանիտար աղետը ստեղծել է Իսրայելը, որովհետև 2.5 տարի է ինքը սովամահանում մի ամբողջ Պաղեստին։ Սովամահ։ Իսկ ով որ գնում է կանգնում է հերթ ինչ-որ բան ուտելու համար, սպանում են։ Լրիվ տեղավորվում է իսրայելական որդեգրած քաղաքականության մեջ։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Մյուս կողմից էլ պատերազմ է։ Իրանք թքած ունեն ցանկացած մեթոդի վրա։ Սրանք վերջում օգտագործելու են վստահ եղեք, իրանք պարտվելու են, որպեսզի չվերանան, օգտագործելու են նաև միջուկային զենք։ Ես ոչ մի վարքյան դրանում չեմ կասկածում։ Իրանք համար մարդը դա անասուն է։ Բացարձակապես էական չի այնտեղ։ Կա ինքը ողջ է, հիվանդ մնաց, ինչ եղավ իր հետ։ Իրանք օգտագործել են միջուկային զենք անպայման Իրանի վրա, որտեղ Իրանը չեն կարող այլ ձև հաղթել։ Այդ չի նշանակում, որ միջուկային զենք օգտագործելուց հետո իրանք կհաղթեն։ Չէ։ Դրանից հետո Իրանը ուղղակի ներողություն։ Իսրայելը խառնվի հողի հետ, այսինքն կիրականացվեն այն միջոցները, վստահ եմ դրանք կան դեռ, որ դեռ միջև չեն իրականացվել։ Բայց այս բանով Իսրայելը ուղղակի քաշեց բոլոր կարմիր գծերը ջնջեց, եթե վաղ իմանամ իրանական հրթիռը Իսրայելում դե ատոմակայանա, չգիտեմ ջրամբարա եւ այլն ոչնչացրել է, ես այսքան չեմ եղադրելու Իրանի ղեկավարությանը։ Տեսնենք էլ ինչ կա։ Released a statement threatening major US companies, 18 of them, and these attacks are supposed to start tomorrow, April 1st at 8 p.m. Tehran time. Let's talk about it. These specific companies that are Խոսքով Իրանը այդ հավատից հետո հայտարարել է, որ խփելու է
ամերիկյան եւ իսրայելական հետեւյալ կամպանիաներին, որտեղ էլ ուզում են լինեն, որ եթե ձեռը հասավ իրանց գլխավոր գլխամասերին։ Հիմա ես որ կարդամ այս կամպանիաները, կտեսնեք մի հետաքրքիր զուգադիպություն։ Սրանք բոլորը սիոնիստական կամպանիաներ են, որոնք իրենց հասույթից մեծ գումարներ են տալիս Պաղեստինի ցեղասպանության համար եւ Իսրայելին։ Եվ բոլորի ղեկավարները, տերերը հանդիսանում են Էփստինի, կարելի ասել, այդ սատանապաշտերի ողմակի անդամ։ Եվ Իրանը բաց Էփստինի կոալիցիայի դեմ կռիվանում։ Ինքը տենցը կոչվում է պատերազմը Էփստինի կոալիցիայի դեմ։ Որոնք են այդ կամպանիաները։ Cisco-ն այն ջերո Cisco-ն սկսել են սուրճ վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգներում նաև։ Նկատի ունեցեք Cisco-ն, HP-ն, Intel-ը, Oracle, Microsoft, Apple, Google, Meta, IBM, Dell, Palantir, Nvidia, JP Morgan, Tesla եւ GE, General Electric։ Բոլորի կենտրոնի գլխամասերը որոշել է ոչնչացնել։ Սրանք նույնս են ասում այդ ամբողջ սատանապաշտ եւ սիոնիստական կազմակերպություններն են։ Սրանց միասին բյուջեն կազմում է 15 տրիլիոն դոլար։ 15 տրիլիոն դոլար ասան։ Այսինքն ամբողջ եվրոպական երկրների բյուջեն հետ այսքան չի։ Երկու անգամ ավելի շատ է, քան նույնիսկ ամերիկյան բյուջեն։ Այս կամպանիաների ունեցածը։ Այսքան հզոր է դրանք, էլի։ Listen, Trumpin. Old burnt orange man is cracking. He's pissed off because no one believes him. Cue the meltdown. They have no navy. They have no military. They have no nothing. They're losing. They admit they're losing. Ասում են բան չի մնացել, կոտորվել են, կորցրել են ամեն ինչը, ասում են, նրանք պարտվում են, դրանք ընդունում են, որ պարտվում են, իրանցիների մասին է խոսքը, ասում են, ինքը գժվում է, որ իրեն բանը հավատացող չկա, լսեք այս հոգեկան հիվանդին։ Ինքը ասում է, չկա, իրան չկա, ընդունել են, իրենք պարտվել են, ընդունել են արդեն, որ պարտվել են, զանգում են իրան, խնդրում են բանակցություններ։ Սա ամերիկյան Նիկոլն է, երևույթ։ Begging to make a deal. And if you read the fake New York Times, a corrupt newspaper. So New York Times chick mi kartas exact inch kartım de sutta. Korrupsiyon sutasan da terk. I'm suing them and I think I should do very well. But you would almost think, who's winning? It's so fraudulent. But just to finish up with the New York Times, if you read the New York Times prior to my election victory, including the first one, Սա նորմալ։ Ասում եմ New York Times կարծրացողի համար պաշ չի ով հաղթում։ Մենք հաղթում ենք։ Հա, դու արդեն հաղթել ես, դու այս պատերազմի, դու մարտի 2-ին ես ասել, դու արդեն հաղթել ես, հա։ Դու արդեն հաղթել ես, ուղղակի դու չես կարողանում Հորմուզով անցնես։ Իսրայելը ամեն օր ռմբակոծվում է, քո բոլոր կամպանիոնները, երկրները արաբական հրաժարվել են քեզանից։ Նույնիսկ Ֆրանսիան ուղակի ուղիղ գլորի ծոցը ուղարկել քեզ, չի թողով իր օտային տարածքը նա օգտագործես, նույնիսկ Լեհաստանը, որ ամենամեծ ամենախոշոր ասենց ասեմ գործընկերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների, մանավանդ այս Ուկրաինայի պատերազմում Լեհաստանի զենքերն են խնդրել որ տան Իսրայելին, Լեհաստանը չի տվել։ Օտային համակարգն է ուզել, որ տանի տա ամբողջ պատրիոտները Լեհաստանը մերժել ասել գնա գլորի ծոցը ոնց է։ Ես քեզ տամ Ռուսաստանը մտնի մոտ, հենա, դրանից կանգնած է։ Բոլորը գլորի ծոցն են ուղարկել, բայց ինքը հաղթում է, ինքը հաղթում։ Իրաններ խնդրում է իրան որ սա լսենք։ Christians in Israel is disgraceful. If Christians are not welcome in Israel, Benjamin Netanyahu is not welcome in Florida. If you want to call Միխոսկով, սա բանն է, հանրապետական է եւ Ֆլորիդայի ղեկավարի պաշտոնի համար է առաջադրվում, ասում է պաշտոնի քրիստոնյաներին արգելված է աղոթել
Երուսաղեմում, եթե քրիստոնյաներն արգելված է Երուսաղեմում ամոթել, ուրեմն Նետանյահուն չի կարող մտնել Ֆլորիդա։ Սա ասում է հանրապետական տեխնացին։ Benjamin Netanyahu, a war criminal. Եվ Բենջամին Նետանյահուն պատերազմի հանցագործ է, լսեք։ Սա հանրապետականն են ասում, ում համար Բենջամին Նետանյահուն պատերազմի հանցագործ է, նա իմ հյուրն է։ Իսկ հանրապետականի մեջ է, Ֆլորիդա, ամենահանրապետական նահանգն է, որտեղ արդեն Նետանյահուն ասում են հանցագործ։ Վերջերս մի հատ կուրիոզ է եղել, ես նայեցի ուղղակի նյութը չէի կարող պահել մոտս այդ պահին։ Հանրապետական ամենամեծ ժողովի ժամանակ, ՄԱԳԱ-ի ամենամեծ ժողովի ժամանակ հայտարարություն անում, հարց է անում, որ արդյոք Թրամփին իմպիչմենտի անելու ժամանակն է, պատահական հարց է տալի, դալիճը սկսում է ծափ տալ, գոռալ այո, ասում չէ, ես ուրիշ բան էի ուզում ասել։ ՄԱԳԱ-ն արդեն ուզում հրաժարվի Թրամփից, հասկանում են բոլորը, այս երկու հանցագործները ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, արդեն 50-60%-ով տարել են դեպի դժոխք այս երկիրը, այլև ամբողջ աշխարհն են ապիրելու։ Եվ Եվրոպայում դրա համար են ասում, եթե չկանգնեցնենք այդ հանցագործին, ինքը Եվրոպան սարքելու է գազը, այն ինչ որ արել է գազային։ Բայց ես նարկոռուբիոյին լսենք, սա Ամերիկայում ասում են նարկոռուբիո։ And at the end of the day, I think that if there are people in Iran who now, given everything that's happened, are willing to move in a different direction for their country, that would be great. Imagine in Iran that instead of spending their wealth, billions of dollars supporting terrorists or weapons, had spent that money helping the people of Iran, you'd have a much different country. Լսում եք ինչ է։ Ասում է, պատկերացնում եք, եթե Իրանը ասում է միլիարդներ որ ծախսում է պատերազմի վրա, իր ասելով տերորիստների վրա, եթե ծառայեցներ իր ժողովրդին, ինքը ավելի լավ վիճակ ունենար, իր ժողովուրդ ավելի լավ կապրել։ Ու այս տեսանը գիտեք որտեղ է, Լոս Անջելեսում է։ Given everything that's happened, are willing to move in a different direction for their country, that would be great. Imagine in Iran that instead of spending their wealth, billions of dollars support. Իրանի մասին է խոսում, սա իրենց մոտ է։ Բայց դուք վստահ եք Իրանում այս պատկերները չեք տեսնի։ Այո, սա նարկոռուբիոն է։ Ընտիր անուն դրել են, ընտիր։ Ի պատասխան Իրան պրոֆեսոր Մարանդին ասում է չի կարող այլևս երբևէ մեր տարածքը ծոցը օգտագործվել պատերազմների համար։ Բրծավ, ռեժիմի եք ուզում փոխեք Իրանում, փոխվել է տարածաշրջանում ռեժիմ։ Վերջացավ 47 տարվա մեր զիջումները, ձեզ այդ Հորմուզի ներողով անցնելու վերջացել է։ Եվ իրանք Սաուդյան Արաբիան եւ Էմիրատներին կոչ են անում հրաժարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Թե չէ օրեկան ռեժիմով ռմբակոծում են իրենց կարևոր ինստիտուտները։ Ուզում եք խաղաղություն, հրաժարվեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծառայելուց։ Եվ կունենաք եւ Հորմուզով առևտուր անելու հնարավորություն եւ խաղաղություն։ Քանի դուք իրադարձնակիցներ եք, դուք իմ թշնամիներն եք։ Նատ էջա բացվել այս պրոֆեսորի համար, գլխի համար գնդակարելու համար, ասկան տերորիստ անելու համար իր նկատմամբ փող էր հավաքում։ Ամերիկայում այդպես էջա բացել, այսօր ես կարդացի, այս մարդուն գտնելու մի խոսքով փող են հավաքում։ Պատկերացնում եք։ Գանք Երևան։ Լսենք։ Ֆիլմի մեջ գալիս է process-ը հասնում է մինչև անկախության հռչակագիր։ Անկախության հռչակագիրը հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար ատելի մի բան է։ Դատարանը որոշել է, որ անկախության մեր ճանապարհը հանրային հեռուստաընկերության սեփականությունն է, ու ֆիլմի հեղինակը Տիգրան Պասկևիչյանն այն չի կարող ցուցադրել։ Օրինակ YouTube-ով ու հրապարակային այլ աղբյուրներով էլ չի կարող հանրությանը հասցնել։ Իրանք դիմել են, որ ինձ արգել են, որ ես այդ փոքր լսարաններում էլ չկարողանամ ցուցադրել։ Ֆիլմը վավերագրողին է պատվիրել հանրային հեռուստաընկերությունը, անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ, որ ցուցադրեն 2020-ին։ Դա խոսում է նրա մասին, թե քայլ առ քայլ ոնց է Հայաստանի Հանրապետությունը անկախացել։
ոնց է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ 4 միլիոն դրամ են վճարել ու 2020-ից հանրայինի արխիվում է։ Փաշինյանի իշխանության վերջին 6 տարվա ընթացքում ոչ մի անգամ ֆիլմը չի ցուցադրվել։ Այս ֆիլմը եթե Նիկոլ Փաշինյանը նայ ինքը Լսեցիք 6 տարվա ընթացքում սա ցույց չի տրվել։ Ոչ թե նոր բան է։ 6 տարի սա արդեն ցույց չի տալու։ Այսինքն 20 թվականից որոշված է եղել, որ փակում են թեման։ 20 թվականից։ Ընկնի խոր դեպրեսիայի մեջ, թե ինքը ինչա քանդել։ Հայաստանի անկախության ճանապարհի մասին ֆիլմը ինչու պատվիրատուն չի։ Այդ ֆիլմի մեջ գալիս է, որ ինձ արգել են, որ ես այդ փոքր լսարաններում էլ չկարողանամ ցուցադրել։ Ֆիլմը վավերագրողին է պատվիրել հանրային հեռուստաընկերությունը, անկախության հռչակագրի 30-ամյակի արդիվ, որ ցուցադրեն 2020-ին։ Դա խոսում է նրա մասին, թե քայլ առ քայլ ոնց է Հայաստանի Հանրապետությունը անկախացել, ոնց է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ 4 միլիոն դրամ են վճարել ու 2020-ից հանրայինի արխիվում է։ Փաշինյանի իշխանության վերջին 6 տարվա ընթացքում ոչ մի անգամ ֆիլմը չի ցուցադրվել։ Այս ֆիլմը եթե Նիկոլ Փաշինյանը նայ ինքը կընկնի խոր դեպրեսիայի մեջ, թե ինքը ինչա քանդել։ Հայաստանի անկախության ճանապարհի մասին ֆիլմը ինչու պատվիրատուն չի ցուցադրում։ Հեղինակին այս տարիների ընթացքում չեն պարզաբանել։ Պասկևիչյանն ասում է 2023 թվականին նամակ է գրել, առաջարկել, եթե ցույց չեն տալիս, պայմանագիրը վերանայեն ու ինքը սեփական միջոցներով ցուցադրի։ Որևէ պատասխան չեկավ այդ նամակին, ոչ այո, ոչ մի բան։ Պասկևիչյանն անցած տարի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է ցուցադրել, մի քանի անգամ նաև փակ սրահներում փոքր խմբի համար։ Հանրայինում իմացել են ու դիմել են դատարան, ոչ թե հեղինակային իրավունքի պաշտպանության, այլ գույքի նկատմամբ սեփականությունը դատարանով հաստատելու, ասում է հրապարակախոսը, ու հիմա նրան դատարանով են արգելում, որ ֆիլմի կրիչը գրպանից հանի։ Իրանք դիմել են գույքային իրավունքի համար։ Դա կոչվում է իրանց գույքային իրավունք։ Դա իրանց գույքն է այդ ֆիլմը։ Ես իրանց համար աթոռ եմ արտադրել, տվել եմ, որ իրանք նստեն։ Ու ես իրավունք չունեմ այդ աթոռին նստել։ Ես մտածում եմ ուղիներ այդ ֆիլմը հանրությանը հասցնելու համար։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Սա Փաշինյանի ուղերձների սպասարկումն է։ Անկախության ճանապարհի մասին ֆիլմը հանրայինում կողպելը պատահական չէ, վերևից ցուցում է ու պարտադիր չէ, որ դա լինի ուղիղ հրահանգ, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Նիկոլ Փաշինյանի ուղերձներն են դրա մասին հաստատում։ Ադրբեջանի հետ խաղաղության պատրաստվող վարչապետը 2 շաբաթ առաջ հրապարակային զգուշացրեց, անկախության հռչակագիրը պատերազմի կրակ է։ Ենթադրենք իրանք այտենց ահավոր ծարսափի մեջ են Ալիևից, թող ցույց չտան։ Բայց ես կարող եմ տանել այ համալսարանից մի քանի այս վերջի դատական նիստը դեռ չէր եղել, ինձ զանգում են, ասում են ուզում ենք հրավիրենք ձեզ, բերեք այդ ֆիլմը ցույց տաք մեր ուսանողներին։ Ես ասում եմ կներեք, չեմ կարող, որտեվ ես հիմա դատի մեջ եմ այդ հարցը։ Հանգիստ, չէ, կարող եք հանգիստ։ Ես կառաջարկեմ։ Որ մի հատ ֆիլմ դուրս գա, ֆիլմ։ Իբր մեկը թաքուն նկարել է մի անկյունից, դուք դեռ կապ չունեք։ Ձեր ցուցադրումներից մեկի ժամանակ դալիճում գտնվողներից մեկը թաքուն նկարել է այդ ֆիլմը։ Օրիգինալը չի, կողքից նկարել է։ Իդեան ո՞նց է։ Դե դուք ապացուցեն, որ դա դուք եք կազմակերպել։ Դուք, դուք 3 տարի առաջ ցույց եք տվել, բանում եք ցույց տվել, չէ՞։ Կոնգրեսում եք ցույց տվել ներկայացուցիչների համար։ Մի քանի ցուցադրություններ եղել է, չէ՞։ Դուք չգիտեիք, բայց մեկը թաքուն նկարել է։ Թող ընկնեն, փնտրեն, ով է այդ նկարողը եւ ընկնեն դրա հետևից։ Թող մնացու տարբերակներ միշտ էլ կա։ Չգիտեք, էդի ընդամենը նոր եկավ մտքիս։ Հարցրեք, եթե պետքա ցույց տալ, կմտածենք մենք դրա։ Մերանդորեն են որոշել ծառայել այս Ալիևյան իշխանությանը։ Տիգրան Պասկևիչյանը համոզված է, հենց իշխանության գրաքննության հետևանքն է, որ ֆիլմը արգելեցին նաև հրապարակային այլ հարթակներում ցուցադրել։ Իրանք որոշել են բրեժնևյան մեթոդներով իրանց խնդիրները լուծել։ Դա չի հաջողվի, նախ որովհետև հիմա բոլորովին ինֆորմացիոն բոլորովին այլ իրավիճակ է, եւ երկրորդը դա չհաջողվեց նաև սովետական միության նման հզոր երկրին։ Չի հաջողվում, դա աշխարհում փորձված բան է։ Ֆիլմն արգելված չէ, Պասկևիչյանի մեղադրանքներին արձագանքել է հանրային հեռուստաընկերության տնօրենը։ Հովհաննես Մովսիսյանը պարզաբանել է, թե գրաքննության մասին խոսք չկա։ Այդ դեպքում խնդրում եմ ֆիլմը տալ ինձ, ուղարկեք ինձ։
կապնվեք իմ հետ, ուղարկեք ինձ, ես իմ YouTube-յան ալիքով էդի դնեմ թող գնամ։ Փողին արգել են։ Ասեն չի, եթե իրանք ասում գրաքննություն չկա, արգելված չի, տվեք ես էդի ցույց կտամ։ Ես առաջարկում եմ։ Պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել։ Հեղինակը ֆիլմը չի հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում։ Եթե 2020-ի օգոստոսին չի հասցրել հեղինակը, ինչու հաջորդ տարիներին չեն ցուցադրել անկախության մեր ճանապարհը։ Հովհաննես Մովսիսյանը սրան չի անդրադարձել, պարզաբանել է, թե ինչու են դիմել դատարան։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ։ Չի դու գոշունես ինչի է ցույց տվել, դուք ասան ինչու դուք չեք ճուղում, ցույց չեք տվել։ Հովիկ Փաշինյան Նիկոլի Ֆեյքերի ֆաբրիկայի տնօրեն հանցագործ դուք պատասխանեք թե դուք ինձի ցույց չեք տվել դուք էլ մտածեք հունիսի 7-8 առավոտ ստեմ լուսապայծառ առավոտա լինելու ինչ եք անելու մտածեք Հանրայինի թույլտվության եւ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով հանրայինը դիմել է դատարան պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաեւ, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։ Որ բոլորը իրավիճակը գնահատեն, ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակներ են քննարկում, հայտարարել է հանրային Ինչ ապուշություն է։ Իբր ուզում եք դուք ցույց տաք հեղինակը համաձայն չի, հա? Բայց ինձ սադիկա եք դուք նույնիսկ ձեր արածը տղամարդկություն չունեք, ասեք մենք ենք արել, լավ ենք արել կամ սրա համար ենք արել։ Դուք այս տարական տղամարդկությունը չունեք, էլ մեկը գիտենք դուք վերջի անառակի զավակներն եք, էլ ձեր գործունեությունը ամբողջը դրա մասին է վկայում։ Ասում եմ, երբ որ կբարիշենք, ասում եմ, վախենում ենք բարիշենք, բարիշած չենք, դրա համար չենք ցույց տալի։ Ցույց տվեք, այդ մարդը դեմ չի, այդ մարդն է ուզում, որ դուք ցույց տաք։ Սա գիտեք ինչի մասին է։ Որտեղ դուք ворդ եք, դուք վիժվածք եք ուղղակել։ Մարդկային առումով դուք մարդ չեք, ոչ մի ստանդարտների մեջ չեք տեղավորվում նախ դուք արա։ Այս երկիրով է կառուցել։ Նիկոլը չի կարող լինի։ Իր տուփի ուղեղով։ Ոնց իր ընտանիքները ես բերեց իմ երկիրը սարքեց։ Թուրքը մնում է թուրք։ Ընտրություններին ում եք հաջակցելու որ ուժի։ Հələ բարշ է, դի գաղտնիքա։ Համենայն դեպս էս ուժին ոչ։ Գնալի եմ սաղին ջնջող, ոչ մեկ էլ իմ դուրը չեն գալիս։ Դեռ չեմ որոշել։ Կարճ ասեմ, ոչ Փաշինյան, չգիտեմ Արցախ, Արարատին մի նայեք եւ այլն, չէ, դա ինձ համար անընդունելի է։ Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ։ Ավելովը չիմանաք։ Բանկայի շենիկամունի դավիրյայ։ Կուզեմ ով մեր ժողովրդի համար լավ բան կանի։ Իրոք։ Իհարկե դիմություն։ Բալան։ Դե ամեն դեպքում որ անկեղծ լինեմ, ես ոչ հների, ոչ նորերին չեմ ուզում, ոչ սրան եմ ուզում։ Չգիտեմ ով կլինի, ցանկալի է որ այլ ընտրանքային լինի։ Դե որ անմար լինի նրան էլ կընտրեն։ Նիկոլ Փաշինյան։ Զավեր Կարապետյան։ Բիզնեսմեն մարդ է, գլավ արտադրություն, գործարաններ, աշխատատեղեր կբացի։ Լավ կներ չեմ ճանաչում։ Ներկայից վարչապետին։ Չեմ որոշել։ Եթե լավ լինի, որ նոր տեխնացը նոր կընտրեն։ Իսկ եթե չլինի ավելի լավ է հինը, քան սրանք։ Նիկոլ Փաշինյանին։ Դեռ չեմ որոշել։ Ընդդիմադիրներն եմ ընտրելու։ Սամվել Կարապետյան։ Միգուցե ինքը կուշտ է, ինչ որ մի բան էլ կտա ժողովրդին։ Սրանց նման չի ուտի։ Միլիոններն իրանց խեղճ ու կրակ թոշակառուին 10,000 դրամ, այն էլ նախնական ինչ պիտի անեին, էդի, պիտի ուտեին, պիտի ծախսեին։ Ես գտնում եմ ինքը անմակարդակա, չգիտեմ։ Իր պահվածքով, իր ճիշտ է բոլորն էլ ուտում են, բայց ուտելուն չափ կա, ձև կա։ Թուրքը մնում է թուրք։ Նիկոլ Փաշինյանին էլ թուրք եք համարում։ Անպայման։ Եթե կատարում են նրանց պահանջները, բնական է թուրք պիտի լինի։ Երևի Սամվել Կարապետյանի։ Ընդդիմություն, Իշխանություն։ Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկ։ Ոչ մեկին։ Չեմ լե որոշել։ Բոլորին դեմ է։ Բոլորին դեմ ասելով Հայկ Մանասյանի նկատի ունեք, թե։ Հա, այդ կուսակցություն։ Բոլորին դեմ ենք մենք։ Որտեվ սա ընտրաշավ չի, սա ուղղակի շանտաժ է ու
վախենում որ մեզ չքվեարկեք կլնի պատերազմ, նրանք էլ ասում են, եթե քվեարկեք կլնի պատերազմ։ Հիմա այս մենք ընկել ենք երկու կրակի արանքը։ Հայաստանում երբեք 91 թվականից հետո ընտրություններով իշխանություն չի փոխվել ու չի փոխվելու։ Միշտ եղել են դրածո, Ռուսաստանի դրածոներ են եղել։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօրվա Նիկոլը։ Ինքն էլ է Ռուսաստանին ծառայում։ Ընտրությունը իմաստ չունի։ Երբ որ դու գաղութ ես, ընտրություն չի լինում։ Հələ չեմ կողմնորոշել։ Ընդդիմություն։ Ճիշտն ասած, вообще քաղաքականության հետ չկա ու ոչ մեկին էլ չենք աջակցելու։ Կարծի որ Նիկոլ Փաշինյանն է։ Իհարկե, բայց երկիրով է կառուցել։ Ով է խաղաղություն բերել։ Խաղաղ եք հիմա զգում ձեզ։ Շատ խաղաղ։ Դրանց առաջ ինչ էր անում Սերժի ժամանակ, սա անենց հետաքրքիր է։ Ասեք միջև պատերազմը կամ միջև 18 թիվը։ Բայց իմացեք ով է, անենց հետաքրքիր է։ Այդ շատ խաղաղ որ իմա ապրում, ասենք երբ ինքը պատերազմի մեջ ապրել էլի։ Միակ մարդը, որ այս երկրում արել է, սովետական միությունից հետո դա Նիկոլ Փաշինյանն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը քանդել է երկիրը, իր նման ավազակներին բերել է ստեղ։ Ունեն աշխատանքի։ Նախ պետք է առաջին հերթին հայ լինեն, հայրենասե, աշխատանքի փորձ ունենան եւ ունենան կայուն բնավորություն։ Մենակ դեպս ոչ պիտի Փաշինյանի։ Ինչու՞, բայց ասում է թոշակները բարձրացրել է։ Շնորհակալ եմ իր տված ողորմությունից էլ, Իրանից էլ, իմ երկրի քանդելուց էլ։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Կարծում որն է ամենավատ բանը, որ 7 տարիների ընթացքում արել է Նիկոլ Փաշինյանը։ Ասես ջան, ինչ լավ բան արել, որ Նիկոլ Փաշինյանը մենակ երկիրը քանդել է։ Ինչ արել։ Մի հատ կարաս ասել, մի հատ որպես լրագրող մի հատ բան ասա, որ լավ բան արել։ Մի հատ ամբողջ մեր հայերը երկրով մեկ ցպնած են։ Սա ասում են բանը, նիգրամատնի պոլուդուրակ։ Այդտեսիկ ելուն եմ ուզում լսենք։ Նիկոլականներին, չգիտեմ բայց ոնց դիմեմ, այնքան հակասական, բայց միաբջիջ կերպարներ եք, չեմ կարողանում ձեզ վերաբերվել որպես մարդկանց, որովհետև մարդու մեջ ապրելու, ինքնապաշտպանվելու բնազդը շատ զարգացած է։ Ոչ էլ կարող եմ ձեզ վերաբերվել ոնց որ կենդանիների, որովհետև դուք բանական էակներ եք, ձեր գիտակցությունը օրենքով պետք է կենդանիներինից ավելի զարգացած լինի, բայց ձեր մոտ իսպան բացակայում է։ Կենդանին, որ ծնվում է իր մոր փորից դուրս է գալի, ինքը ապրելու, ինքնապաշտպանվելու, գոյատևելու բնազդով է օրհնված։ Չեք հավատում։ Նայես։ Էշից գոնե մի բան սովորեք, էշը որ էշա իր երեխուն բան են ասում, ինքը կանգնում է կողքը, բայց կան որ էշից էլ ավել բետար մարդիկ, ովքեր իրանց երեխաներին հանուն շպրտում են դուրս եւ ընդհանրապես կյանքում կողքը չեն կանգնում։ Էշը որ էշա, ձեզանից շատ էշ չլինի։ Շնորհակալություն։ Ոչ բան կարելի է չավելացնել սա։ Ոչ։ Թող ների մեզ էշը, որ մենք դրանց իրետ համատում ենք։ Ուղղակի ուրիշ կենդանի չկա տենց հեղինակավոր էլի մեր մոտ համատելու համար։ Այսօր մանասկանը, լավ մնացեք։